Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Սասունի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը ակունք ազգագրական համույթի մեներկչուհի Արեգ Միքայելյանն է։ Ողջույն տիկին Արեգ։ Բարև Վահե ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Տիկին Արեգ, մենք այսօր քայլելու ենք ձեր արմատների հետքերով։ Ուր են տանում ձեր արմատների հետքերը։ Իմ արմատները գնում են Արևմտյան Հայաստան, Սասուն։ Ես երկու կողմից Սասունցու թոռ եմ, այո, եւ հայրական, եւ մայրական։ Ամենայուրահատուկ արմատները, ես էլ եմ Սասունցի, դրա համար եմ ասում։ Յուրահատուկ Սասունցի լինելն է, որովհետև դա ոչ միայն ուղղակի արմատներով Սասունցի լինել է, այլ դա պատասխանատվություն եւ պարտականություն է իր մեջ կրում, ազգայինը պահպանելու, ազգայինը հանրահռչակելու, այնինչ որ դուք եք անում երկար տարիներ, ես ինչ ծնվել եմ, ձեզ այդ ձև եմ հիշում, բեմին ազգային երգելուց։ Չէ, դե ես եմ տարիքով փոքր, դուք երբեք չեք փոխվում, նույնն եք ինչպես ես տեսել եմ ձեզ։ Տիկին Արեգ, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի հացի տեսակ, որտեղ Սասունում հացի տեսակները բավական շատ են։ Իրենք միջուկով փոխվելով մեկ այլ նոր հաց ենք ստանում եւ դրանցից է օրինակ սոխ-սոխուկով հացը, հա, որը շատ տարածված տարբերակ է, դա սովորական սոխը, չէ, դաշտային են սոխի, այո, շատ սուր հոտ է, ավելի շատ ծխտորի եւ սոխի համադրություն է։ Ունենք նաեւ խորիզով հաց, որը որ գաթա չի, էս պարագայում, այո, հացի խմորի մեջ թոնդրում կախված շատ յուրահատուկ տնական յուղով տարբերակ իհարկե, դա անմահական մի թխուկ է, այսպես ասեմ, եւ այսօր մենք պատրաստելու ենք հաց, որի միջուկը լինելու է հորած պանիր։ Պանիրով հաց ենք պատրաստելու, դրա համար մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են խմոր, հացի խմորը սովորական, թթխմորիչով շաղախված, ունենք այստեղ ալյուր, ջուր, գոր տարբերակում, որպեսզի ինքը հասունանա։ Մոտավորապես պետք է շաղախել երեկոյան, մինչև առավոտյան արդեն պատրաստել։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է հորած պանիր, այս դեպքում մեզ մոտ հորած պանիրը ուրցով է, որը էլ ավելի հետաքրքիր է համետալու հաստատ։ Ունենք այստեղ կատնաշոր եւ կողքը ունենք հալվող ցանկացած պանիր։ Իհարկե մեզ փաստ է, որ հալվող այս պանիրի տեսակը Սասունում պարզե չէին օգտագործի, կարող եք փոխարինել ուրիշ պանիրով, օրինակ կարող է լինել չեչիլ պանիրը, հա, թել պանիրի մասն է խոսքը, ցանկացած պանիր։ Ուղղակի այս դեպքում նախընտրությունը տվել ենք նաև այս պանիրին ժամանակակից մի փոքր մոտեցում տալով եւ իհարկե կանաչ սոխ։ Այնտեղ ունենք համեմունքներից մի փոքր կարմիր պղպեղ եւ սև պղպեղ։ Վրան կավելացնենք կանեփի սերմեր եւ ձիթայողով մի փոքր կպատենք, որպեսզի հացը կարմրի։ Այո, շատ լավ է։ Ահա, այսքանը։ Ես առաջարկում ընդմիջել, հետո անցնել մեր բուն խոսակցությանը եւ գործողությանը։ Սիրով Վահե ջան։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ այս պահին կանցնենք մեր բուն աշխատանքին, պատրաստման գործընթացին եւ իհարկե Տիկին Արեգի հետ կխոսենք իր անցած ճանապարհից։ Տիկին Արեգ, ձեր մանկության համին եմ ուզում անդրադառնալ։ Ո՞րն էր ձեր մանկության համը։ Վահե ջան, մանկությունը շատ լավ է անցել, որովհետեւ բոլոր արձակուրդներին գյուղում ենք եղել։ Ամենայուրահատուկ այո, հրաշք անհամբեր սպասել ենք։ Իսկ որ գյուղն էր։ Զովասար, հայրական եւ մայրական ծնողներս, տատիկ պապիկներս, այնտեղ էին ապրում հարևաններ էին։ Ամբողջ ամառ եւ շաբաթը գոնե մեկ անգամ մենք այնտեղ ենք եղել ու տպավորություններս շատ լավ են։ Ունեի հրաշք տատիկ պապիկներ, որոնք ամբողջովին Սասունի բան ու բառով հագեցած մեզ էլ այդպես մեծացնում էին։ Իհարկե իմ ծնողները նույնպես, բայց գյուղում դա շատ դրական, այո, մշակույթը կրող, տատս հագնում էր Սասունի տարազ, լաչակով էր, ամեն առավոտ աղոթրանին անպայման աղոթում էր լուսաբացին ու ինքը արևի հետ վեր էր կենում եւ ես հիշում եմ, որ սկզբնական շրջանում իմ տատը ամեն օր էր հաց թխում։
Եվ Այսինքն ամեն օր թոնիր էիք։ ամեն օր թոնիր, դու գիտեք, որ Սասունում հացը չեն չորացրել, պահելու։ Այո, երկար չեն։ Այո, Դրա պատճառներից մեկը ես հիմա կփաստեմ ինչն է, որովհետև գլգիլով էին պատրաստում եւ գլգիլը ուներ հատկություն, որ հաջորդ օրը հնանում էր շատ շուտ։ Եվ դրա համար ամեն օր թխում էին։ Իհարկե ցորեն եւս կար, բայց մենք ունենք մշակաբույս գլգիլ եւ արջերն էլ հաճախ այցի էին գալիս, որովհետև գլգիլի սերմեր սիրում էին ուտել ու միշտ սասունցիները պայքարի մեջ էին արջերի հետ։ Այդպես ամեն իմ papa սիրում էր, այդպես էր տատը սովորեցրել, ամեն օր հաց էր թխում, բայց հաց թխելու ընթացքում, երբ որ արդեն թոնիրը վառ էր, անպայման որոշ բաներ թխվում էր։ Ուրեմն բիշի էինք անում։ Ես շատ լավ եմ հիշում։ Հացի խմորը ձեթի մեջ շաքարավազով։ Այո, հերթով շարում էին իրար վրա, մենք երեխաներով հերթ էինք կանգնում, որպեսզի այդ բաժաներ մեզ։ Անշուշտ հետո թխում էր կլոճ բաղարջը, հա։ Ճմուռ։ Այո, դե ճմուռը իսկ վերջում շատ հաճախ քրչիկ էր դնում պուտուկով, կավե պուտուկով դնում էր թոների մեջ։ Դա անմահական մի բան էր։ Եվ մեկ էլ գիտեք ինչ եմ հիշում, որ ուղղակի ամեն հիշելուց երանելություն եմ ապրում։ Այն ժամանակ գիտեք, կաթը երբ որ զտում էին, մանը, այսպես ասած, ջրիկ սմետանը, պապս ուներ այդ գործիքը, որ փայտի վրա ամրացրած էր, ինքը սկսում էր այդ ձայնը ականջիս մեջ է, այդ զտիչը սկսում էր այսպես, հետո արագանալ ու որ մի կողմից պետք է մանը, այո, էլի ինչպես միշտ երեխաները հերթ էին կանգնում, որ եղբորս բան, ոչ, փոքրիկ այսպես ափսեներ ունեինք, ափսեները պահած ես էլ որպես ոչ ասենք տանթոր առաջն էի կանգնում, հետո ես ամենափոքրն էի, ասեմ, թորներից, այդպես այդ մանը այդպես վերցնում էինք, թոնիրը արդեն սառ էր լինում, թոնիրի մեջ նստում կախում էինք ոտերը, թոնրի վրայի կափարիչը դնում էին, նոր թխած այդ բոքոնը, մեջտեղն էր դնում տատս, ու մենք երեխաներով այդ ջրիկ սմետանը ուտում էինք։ Այնպիսի մի գերագույն հաճույք էր դա, դուք չեք պատկերացնի, դա ինչ էր, այո, դա իմ մտքից այսքան տարիների վեր չի անցնում։ Փորձել եք կրկնել։ Որտեղ։ Տարիներ հետո հորաքրոջը 10 տարի առաջ երևի կարելի էր կրկնել։ Գուցե, երբ որ ավելի մեծ էինք, տատս պապս արդեն երկու տատ պապերս արդեն չկան, գյուղում հորաքույրներ ունեի, երբեմն որ գյուղ էինք մտնում, հացի հոտն էի զգում։ Կամած այդ գործիքը դուրս եկավ, մի ուրիշ բան մտավ, բան արդեն չէ։ Մեկ էլ հիշում եմ, որ այդ թարմ պանիրն էին անում ու այդ պտույտը, այո, եւ ես մինչեւ հիմա էլ խելագարվում եմ այդ ալանի պանիրի, այո, դա։ Մեկ էլ գիտես ինչը չեմ մոռանում, չորթանը։ Երբ որ անում չորացնում էին, հետո մայրս էլ էր շատ, մենք շատ ավանդապահ ընտանիք ենք եղել, մեր ազգային ճաշերը շատ ենք օգտագործել։ Մայրս դնում էր գոլ ջրով, սկսում էր ինքը հարել, հետո այդ սռնածավարը էփում էին։ Թանով ճաշ էիք էփում։ 4 թանով այդ ճաշը, իհարկե ես յուղով չէի ուտում, յուղ սխտոր, յուղակեր չեմ եղել միշտ, բայց դա խաշի նման, խաշին հավասար արարողակարգ էր։ Իմ ծնողներն էլ էին շատ սիրում եղբայրներս։ Այն ճաշերը թելադրեցիք, որոնք որ ես իմ մանկության ընթացքում հասցրել եմ ուտել։ Չնայած մեր տարիքային տարբերությանը, բայց ես այն սերունդն եմ, որ հասցրել է տեսնել այդ հաց թխելը, այդ թանով ճաշ, մինչև հիմա մեր ընտանիքում թանով ճաշը պատրաստում է մայրս, մենք ուտում ենք, այնպես որ մեր տանից եւս այդ ավանդական սովորություն եւ ճաշատեսակները դուրս չեն եկել։ Գիտեք, հասներս էլ սովորել են մամայիցս բան, երբեմն անում են այդ ավանդական, հա, այնպես որ մենք այդ ավանդույթը չենք կորցրել։ Շատ լավ է, որովհետև ընտանիքի կայունության եւ պահպանման գաղափարներից մեկը ազգայինի պահպանումն է։ Դա իր մեջ հավաքական կերպարի ներկայացում
ասում է եւ խոհանոցը այն համն ու հոտն է հայ ընտանիքի, որը պետք է պահպանել։ Ես առաջարկում եմ եւ աշխատենք եւ զրուցենք։ Ես փոխանցեմ ձեզ Տիկին Արեգ, պանիրը դուք այդտեղ քերիչով կանցկացնեք։ Ես այստեղ կտրատեմ սոխը։ Տիկին Արեգ, ես ուզում եմ անդրադառնալ ձեր մասնագիտությանը։ Դուք ակունք ազգագրական համույթում բավական երկար տարիներ է մեներկչուհի եք։ Եվ ես շատ հաճախ հենց 79 թվականից, այո, չէ, ստեղծման, չէ, ստեղծել են Մարո Մուրադյանը, այո, 74 թվին լեզվի ինստիտուտում։ Ես դե եղել եմ 14 տարեկան։ Ես 79 թվին, երբ որ ուսանող եմ դարձել, սեպտեմբերից արդեն հաճախել եմ ու այդպես գրանցվել եք այդտեղ։ Այո, սկզբից Լուսաշխի տանն էինք, այդպիսի հիմնարկություն կար, հետո 81 թվականից։ Իսկ ուսանող ժամանակ ինչ ֆակուլտետում եք սովորել։ Դասական վոկալի բաժին եմ ավարտել, այո։ Կոնսերվատորիան։ Ոչ, Արնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարան, հետո երկրորդ մասնագիտությունս արդեն երաժշտական չէր, արդեն Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ ընդունվեցի։ Ինձ նոր բաժին էր բացվել շատ հետաքրքիր մի օլեգոֆրենո մանկավարժություն եւ լոգոպեդություն, այո, հատուկ երեխաների հետ աշխատելու, ես իմ երկրորդ մասնագիտությունն եմ։ Բայց աշխատել եք։ Աշխատել եմ մի քանի տարի դպրոցում, այսպես ասած զուգահեռ երգելու։ Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում բոլորը ձեզ հիշում են Կտրիչ Դավոյով եւ հիշում են մեկ էլ Անդրանիկ Զորավարի հայտնի Արի Զորավար երգով։ Այս երկու երգը ձեր անձնական կյանքի, այսպես ասած, երգերից է։ Ես այդպես եմ համարում, չգիտեմ ինչու, որովհետեւ միշտ ես հենց Արեգ Միքայելյան անունը լսում եմ հեռուստաընկերություններով, ես պատկերացնում եմ, որ այդ երկու երգից մեկն եք երգելու։ Չէ, իրականում այդ Արի Զորավարի երգը շատ հետո է եղել, երբ որ վերեցին Անդրանիկին վերահողարկավորելու, այդ ժամանակ ենք արել, այդ տեսագրությունը այդտեղից։ Իսկ երգի հեղինակը ով է։ Գուսան Հայկազունն է։ Այո, Գուսան Հայկազունն է։ Իսկ Կտրիչ Դավոն, այո, ճիշտ եք ասում։ Մենք Մոսկվա ենք գնացել 82 թվականին այն կլոր պլաստինկաները, հա, կար անելու եւ ցավոք սրտի չվերջացրեցինք, որտեվ Բրեժնևը մահացավ եւ արգելեցին։ Ասում մի կողմից լավ էր, մի կողմից վատ այդ դեպքում։ Հա, եւ մենք որպեսի հյուրանոցում պարապ չմնանք, Մարոն այս երգը բեմադրեց, այնտեղ բեմադրեցինք ու եկանք ձայնագրեցինք, տեսագրեցինք ինքը եւ 2 տարվա լավագույն երգ անվանակարգին արժանացել։ Այո, այդպես ու մինչեւ հիմա ինքը ոնց որ թե չի Չէ, երբեք չի զիջում, իր դիրքերը չի զիջում, դա այն երգերից է, որ իր դիրքերը երբեք չի զիջում։ Եվ այդպես Ակունքում դուք արդեն քանի տարի է որ Սալերիվ եմ անում։ Այո։ Ակունքում քանի տարի է որ դուք երգում եք։ Դե 79 թվից հաշվի, 45 Հա, բավական երկար է։ Ակունքը ձեզ համար ինչ է։ Ակունքը ինձ համար մի ամբողջ կյանք է, ապրելաձև է, ուտելաձև է, քայլելաձև է, առօրյա է, մշտական է։ Ձեր ամեն օրը սկսում է ակունքով։ Այո, այդպես ասենք, իսկապես սկսում է ակունքով, որտեվ իմ ամբողջ բանական կյանքը ակունքում է անցել, ազգային երկու բարի հետ է անցել, ազգային երգը պահելու, պահպանելու հետ է անցել, փոխանցելու հետ է անցել։ Այդպես, որտեվ մեծ առաքելություն ենք ունեցել, Մարոն այդ ամենը արել է, որպեսզի մեր այս հսկա ժառանգությունը չկորի։ Եվ մեզ պատկամ է արել, որ մենք այդ երգը, բարը չձևափոխենք եւ տեղափոխենք ջահելներին, որպեսզի սերնդափոխության ընթացքում այսքան ձևափոխություններ չլինի, բնօրինակ աղբյուրագիտական հենքով է տանում։ Ակունքի առաքելությունը դա է եղել։ Հենց բառն էլ թելադրում է ակունք։
որտեղից սկիզբ է առնում այդ երաժշտությունը երգը։ Այո։ Եվ Հայրիկ Մուրադյանի ու Մարո Մուրադյանի ջանքերը բավական մեծ են ակունքի ձևավորման եւ անգնահատելի, այո, որովհետեւ մի ամբողջ Վան Վասպուրականի եւ այլ շրջանների երկարվեստին պատկանող բացառիկ նմուշներ պահպանվել են։ Այո, երևի այդպիսի շրջան ամբողջ մեծ Հայաստանի արևելյան արևմտյան չկա, որ ակունքը չի անդրադարձել եւ իր երկացանկում էլ ունի բոլոր, կարելի ասել համարյա բոլոր շրջանների երգերը, պարերը, ծեսերը եւ գիտեք ինչն է լավ, արդեն 16 թվականից երբ որ մեր գիտեք Մարոն Վաղամերիկ է, դրանից հետո Հարություն Փանոսյանն է եղել, հետո մեր խմբի Սարգիս Ալավերդյան, 16 թվականից երբ որ ակունքը նորից վերականգնեց իր պետական կարգավիճակը, մենք հրավիրեցին կոմպոզիտոր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին, որը հսկայածավալ գործ է անում ակունքի համար, նա կոմիտասի գրառած եւ իր աշակերտների գրառած երգերը, ծեսերը փոխանցում է մեզ շուրջ 100-150 Այո, որը ձեր համերգաշարերի մեծամասնությունը ունի հատուկ բաժիններ, այսինքն հարսանեկան բաժին, աշխատանքային երգեր, հացի երգեր, օրորոցայիններ, հացի, հայրենասիրական, այո, բոլոր։ Տիկին Արեգ, ձեր ամենասիրած երգը ակունքի երգացանկում ո՞րն է։ Կտրիչ Դավոն եկեք դնենք մի կողմ, որտեղ գիտեմ, որ Կտրիչ Դավոն շատ եք սիրում։ Գիտեք, Կտրիչ Դավոն ուղղակի այդպես կատակային մի սիմվոլ է։ Ես, գիտեք, եկեք չզանազանեմ, ես ակունքի ընդհանրապես մեր ազգային երգերը մաքուր երգերը շատ եմ սիրում եւ ինձ համար շատ հարազատ են ու ինչ ասեմ, կյանքի ճանապարհ անցնելուց միշտ դրանք ինձ ուղեկցել են։ Բայց հատուկ վերաբերմունք ունեմ օրորոցայինների նկատմամբ, չգիտեմ, երևի փոքր ժամանակ տատս, երբ որ երգում էր, ասենք, այդպես էլ ա եղել գյուղում, որ շատ էի մնում, բոլորն եմ շատ սիրում, բայց օրորոցայինները հատկապես։ Ես կխնդրեմ, որ վերջում դուք Սասունի գոնե Ռուրին կատարեք այսօր, մի փոքրիկ հատված։ Փորձեմ, Բարի, ուրեմն մենք դա վերջում կանրադառնանք երգին, երբ որ արդեն պատրաստ կլինի մատուցելուց, հենց մատուցել ենք օրորոցայինի, այսպես ասած, երանգների տակ։ Միջուկը մենք պատրաստեցինք, տիկին Արեգ, ավելացնենք նաև ձեր քերված պանիրը։ Այստեղ ես ավելացրել եմ հարգելի հեռուստադիտող կատնաշոր, ունենք հորած պանիր, կտրատած սոխ, համեմունքներից աղ, սև պղպեղ եւ կարմիր պղպեղ, եւ իհարկե այսքանը խառնում ենք միասին ու տեղափոխել ենք հետո հացի խմորի մեջ։ Ես առաջարկում ընդմիջել, մինչև որ կպատրաստենք ամբողջապես միջուկը եւ խմորը կբացենք, կվերադառնանք, երբ արդեն հացի խմորը բացված կլինի։ Վահե ջան, ես ավանդաբար մեր մեծերի նման, հա, այո, ասում եմ, ձերքի էներգիան պետք է տեղափոխել հացի խմորի ներս։ Մի փոքր այսպես քիչ կտարածենք ամեն դեպքում, հետո վրա ենք բերելու նաև խմորը, եւ մեր համեղ հացը հետո հասկանալու ենք, թե ինչ ենք պատրաստել, որովհետեւ պատկաստ մեկ չէ համի ինչ է լինելու։ Պատկերացնում եմ ու երանելության մեջ եմ, հիշելու եմ իմ տատ պապերի ձերքի համը, Վահե ջան, այդ շատ կարևոր է, ահա, հարգելի հեռուստադիտող, մենք միջուկը լցրեցինք, հիմա ես իրեն խմորը արդեն կբերեմ դեպի կենտրոն, փակելով խմորի, այսպես ասած, զանգված ամբողջությամբ, հետո նորից կտափակացնեմ, որովհետև եթե չտափակացնենք, ինքը ուռելու է եւ հաստ է մնալու, պետք է լավ այսպես բացել ուղղակի, բայց պահելով իր հետ կլորությունը։ Վարպետորեն ես անում, Վահե ջան, ապրես դու։ Իմ ամենաշատ խմորի հետ աշխատել եմ սիրում, եթե հանգեց։ Մի փոքր ձիթայող կլցնեք այստեղ։ Իհարկե։ Այս ձև, ձիթայողով պետք է պատել մակերեսը, որպեսզի հասցնի հացը շատ գեղեցիկ կարմրել, այո։ Ահա, ձիթայողը ես ավելացրեցի եւ հետո ցանում ենք կանեփի սերմերը, որը յուրահատուկ է դառնում հատկապես բովելուց հետո հացի խմորի վրա։ Լավ ավելացրեք, որտեղ շատ համեղ է ստացվում։ Ես մի փոքր այսպես կնստացնեմ իրեն խմորի մեջ։ Եվ վերջ։ Հարգելի հեռուստադիտող, մենք արդեն պատրաստեցինք հացի խմորը, միջուկով եւ վրան էլ արդեն զարդարեցինք, կտեղափոխենք ջեռոցը, երբ որ արդեն կթխվի ու պատրաստ կլինի, կվերադառնանք։
Հարգելի հեռուստադիտող, մեր Սասունի հորած պանրով հացը արդեն պատրաստ է։ Աննկարագրելի բույր է այստեղ տարածվել եւ չքնաղ տեսք ունի ուղղակի։ Հրաշալի ես կասեի։ Տիկին Արեգ, մինչև որ ես կկտրեմ, դուք մի փոքրիկ հատված Սասունի օրոցայինից, Ռուրիից կատարեք։ Իմ ամենասիրելի օրոցայինն է իդեպ։ Շնորհակալ եմ, ավելի համով կլինի։ Այո, ավելի համով կլինի։ Լավ, ահե ջան, ինչ աղել։ Ռուրի 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 լաո ռուրի գենիմ տորուրենաս ռուրի 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 լաո դու բզդիգիս պահարով մեծնաս ռուրի 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 լաո ախարապու կամինքի օրորը ռուրի 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 լաո քողի աշխարհի դիդը ռուրի 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 լաո վիրու աստված კი հովենը ռուրի 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 լաո ռուրի 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 լաո ռուրի գենիմ տուրուրենաս ռուրի 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 լաո դու բզդիգիս շուտ մենձնաս ռուրի 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 լաո Շնորհակալ եմ շատ։ Տիկին Արեգ, ձեր ձայնը թող անսպառ լինի։ Շնորհակալ եմ։ Այս հացը ել ավելի սուրբ ու յուրահատուկ դարձավ։ Այնպես որ ես կարծում եմ, որ ազգային մշակույթը միշտ պետք է հանրահռչակել եւ խոսել դրա մասին անդադար, որովհետեւ սերունդները պետք է իմանան իրենց հզորության եւ պատմության մասին։ Վստահ եմ, ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիր։ Քո հայրենանվեր գործը շատ կարևոր է, այդպես առաջ, միայն առաջ։ Շնորհակալ եմ, Վահե ջան, շատ հաճելի մթնոլորտ էր։ Հուսամ մեր հացն էլ շատ համով է լինելու։ Իհարկե, հիմա մենք կփորձենք, իհարկե հետո մենք կասենք դրա համի մասին։ Սասունցիների տանը միշտ հացը առատ է։ Հետևաբար այսօր Սասունի խոհանոցից այս յուրահատուկ հացատեսակը, որ թխեցինք Տիկին Արեգի հետ, յուրահատուկ է իր նրբահամությամբ եւ նրբաբույրությամբ։ Այնպես որ պատրաստեք ազգայինը եւ պահպանեք ազգայինը։ Սասունի խոհանոցն էր, որը չի տարբերվում իր յուրահատկությամբ, բայց եւ տարբերվում է իր նրբահամությամբ։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենթանին։